Վերջին 1 տարվա ընթացքում Երևանում այսպես ասած կյանքի գինը թանկացել է։ Թանկացումներ են նկատվում սննդամթերքի, կոմունալ վճարումների, տրանսպորտի, վարձակալության եւ ծառայությունների գների մեջ։ Ոմանց համար անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերումը դարձել է լուրջ հաշվարկ պահանջող գործընթաց, իսկ նախկինում սովորական համարվող ծախսերը լրացուցիչ բեռ ընտանեկան բյուջեի վրա։ Այս պայմաններում երևանցիները ըստ էության ստիպված են վերանայել իրենց ֆինանսական առաջնահերթությունները, սահմանափակել որոշ ծախսեր, խնայելով սննդի, ոմանք հագուստի, ժամանցի վրա։ Armenia Today-ը մայրաքաղաքի բնակիչներից հետաքրքրվել է, թե արդյոք վերջին 1 տարում Երևանում ապրելը թանկացել է, եւ եթե այո, ապա հատկապես ինչի վրա են նրանք սկսել խնայել։ Չէ ասել, բայց ինչն է թանկացել, ասեք։ Ամբողջ աշխարհում է թանկացել, ինչի՞ չեք այդ ասում։ Այն չարի։ Գները շատ են թանկացել։ Ինչի վրա եք սկսել խնայել, ինչ չեք կարողանում գնել կամ։ Չէ, ես ամեն ինչ էլ կարող եմ գնել, բայց ուղղակի գները թանկացել են, դա։ Թե չէ պարկաստա հնարավորություններ ունեմ։ Ապրելը թանկացել է, բայց շատ դրական բաներ ունենք, որ տեսնում ենք էլի։ Բարելավել են ճանապարհները, մանկապարտեզները, դպրոցները։ Դուք ձեր կյանքը թանկացել է թե ոչ, կարողանում եք գնում։ Կարողանում եմ, իհարկե, աշխատում եմ, կարողանում եմ ապրել եւ շատ գոհ եմ եւ խանութները ամեն ինչի տեսականին լիքն է։ Հաճելի է, որ մտնում ես ամեն ինչը նորմալ է, շատ լավ է։ Գնումներս կատարում եմ, հաճույքով դուրս եմ գալիս։ Միշտ էլ թանկանում ամեն տարի։ Ինչի վրա եք սկսել խնայել։ Խնայողություն չի նմ համարը։ Լրիվ սննդի վրա է ծախսում։ Սնունդ, հագուստ մեկ-մեկ, գումարը չի հերիքում։ Այսօր որտեղ մտնում ես, կրկնակի երակի թանկացումներ։ Ինչի վրա եք սկսել խնայել այս 1 տարվա ընթացքում։ Ոչ մի բան, ինչքան հնարավորություն ունենում, այնքան ծախսում եմ։ Խնայողություն չունենք։ Դե որ չեք կարողանում օգտվել դրանից, չեք գնում դա։ Դե բարձա աշխատավարձի չափի եւ թոշակի։ Մենք ավելորդ ծախսեր չենք անում։ Բնականաբար, այո, արժի։ Դա գաղտնիք չի ինչ-որ մեկի համար։ Ինչի վրա եք սկսել խնայել։ Խնայել ամեն ինչի վրա։ Դե բա իհարկե։ Խնայենք, որ մյուսը կարողանանք առնենք։ Նայածում համար ասելի չի։ Դա բնավորություն է, էլի, որ մեջը բան կա, ճիշտ է, նեղվում ես, բայց բնավորություն էլ է։ Մարդկա ասենք շատ լավ է, բայց ամեն ինչի դրգող է, փառք Աստծո։ Փառք Տիրոջը, այո, դե լավ, ամեն ինչ լավ, այսպես ասենք։ Որ ապրել են, մեռնել է։ Ապրել չի սա։ Շատ ներողություն եմ խնդրում այդ արդարության համար։ Ինչ ասեմ, մենք թոշակառու մարդ ենք։ Յոլային կնում, էլի թոշակով աղջիկ ջան։ Ինչի վրա եք սկսել խնայել, ինչ չեք կարողանում գնել։ Եթե վիզս երկարացնեմ, ավելի ծանր է նստում ինձ վրա, բայց հարմարվում եմ, էլի։ Բոլոր աշխարհով թանկացել։ Այն էլ ոնց է թանկացել։ Ահա որ։ Ինչի վրա եք խնայում, ինչ չեք կարողանում այս 1 տարվա ընթացքում գնել։ Ամեն ինչի վեր խնայում ենք, թոշակառու ենք, այդ գներով ինչ պետք է անես։ Մտնում ես մի հատ ինչ գները վախենում ես, մոտ չես կարող բան անես։ Շատ դժգոհ ենք այս կառավարությունից, այս իշխանությամբ։ Միանշան է թանկացել, ինչի մասն է խոսքը։ Ինչի վրա եք սկսել խնայել։ Առանց ոչ մի ինչ պատահել առել ենք։ Չենք նայել թանկայի ժան անկեղծ ասած։ Չգիտեմ։ Գիտեք, այդքան մեծ ուշադրություն չենք դարձել, այդպես մեծ գնումներ դա չենք արել, բայց սովորականը ինչ կատարվել է, չենք նայել, ասենք 100,000, 50,000, 20,000, 30,000, եթե պետքա գնել ես, ինչ կարող ես անել, եթե չգնես։ Եթե անհրաժեշտ է, եթե ֆինանսը ներումա պետք է ֆինանսի չափով կարողանաս գնումները կատարես, չէ։ Բայց ամեն դեպքում թանկացել է։ Թանկացել է, իհարկե։ Ինչի վրա եք սկսել խնայել։ Չի խնայվում։ Իհարկե։ Շատ, ամեն ինչը։ Ինչի վրա եք սկսել խնայել։ Էլի նույն առևտուրն անում ենք, ամեն ինչ անում ենք, բայց դժվարացել է, շատ է դժվարացել։ Հա, բա թանկացել է, իհարկե։ Շատ, 2 անգամ։ Ամեն ինչն է թանկացել, կյանքը հիմա շատ թանկ է։
Եթե տրանսպորտը թանկացավ եւ սնունդը թանկացավ աշխատավարձի վրա կամ փոշակի վրա մի կոպեկ չավելացավ, ինչի մասին կարելի է խոսել։ Որ դուք զգացել եք մի բան, որ ավելանա, աշխատավարձը չի ավելացել մի կոպեկ, թոշակառու եմ, թոշակս մի կոպեկ չի ավելացել, ճիշտ է, քեշ անում եմ եւ ստանում եմ այդ, բայց շատ քիչ է։ Եթե կատնամթերքի գները ահավոր է եւ ընդհանրապես ամեն ինչը, ինչի մասին կարելի է խոսել։ Համենայն դեպս հուսամ, որ այս նոր տարուց հետո ինչ որ բան կփոխվի ժողովրդի համար եւ կսկսենք մի քիչ գոնե բարելավում։ Ճիշտ է, բժշկությունը սարքել է ինչ որ արդեն իմ տարիքայինների համար արդեն անվճար, բայց բավականին ուշ է արդեն, որովհետեւ եթե դու հիվանդություն ունես, արդեն ընկել ես փոսը, այսպես ասած։